Գյումրուպետական մանկավարժական ինստիտուտում անցնող 2011-2012 ուսումնական տարին հագեցած էր գիտակրթական ու մշակութային միջոցառումներով, որոնցից շատերը մանկավարժականում ավանդականների շարքին են դասվում, սկիզբ առնելով ռեկտոր Վարդևան Գրիգորյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ առաջին անգամ անցկացվածներից։ Տարին մանկավարժականում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառումներով։ Սեպտեմբերի 10-ին մանկավարժականցիները չխախտելով տարիների ավանդույթը հաղթահարեցին Արագածի հարավային գագաթը։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը առաջինը բոլորից ու Հայաստանի ամենաբարձր լեռան գագաթից շնորհավորելու համար հաղթանակի, այսպես ասած, նախապայման է։ Իսկ սեպտեմբերի 21-ին անկախության առավոտը մանկավարժականի բակում բացվեց անկախության բոլոր գույներով։ Կարմիր կապույտ ծիրանագույն վերնաշապիկներ ու փուչիկներ, ծածանվող եռագույն, հպարտության զգացում փառավոր անցյալի եւ անսահման հավատ վաղվա օրվա նկատմամբ, բարձր տրամադրություն եւ իսկական երիտասարդական մոտեցում անկախ Հայաստանի ծննդյան 20-ամյակը ինքնաբուխ շնորհավորելու եւ անմոռաց օր դարձնելու համար։ Եռագույն հագնված ուսանողների շարքերը մանկավարժականում նախ կազմեցին խորհրդանշական 20-ը, միասին երգեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու քայլերթով շարժվեցին դեպի Սուրբ Հակոբ Մզկնեցի եկեղեցու բակ, որտեղ միասնականությունը խորհրդանշող շուրջպարը հայոց հոգևոր մշակույթի տաճարի շուրջ համախմբեց բոլորին։ Անկախության 20-ամյակի միջոցառման վերջին ակորդը տրվեց մանկավարժական ինստիտուտի բակում, որտեղ սպիտակ ուխտի դրոշը տասնյակ ձեռքերի դրոշներով ու անդավաճան խոստումներով վերածվեց եռագույն կտավի։ Միասին կառուցենք հզոր Հայաստան։ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը լրացրեց Հայաստանն իմ տարեկիցն է խորագրով ստեղծագործական աշխատանքների մրցույթը, որին մասնակցեցին շուրջ 120 ուսանողներ եւ աշակերտներ Գյումրու թվով 8 ուսումնական հաստատություններից։ Իմ կենսագրության պատմության քիչը լոկ 18 էջ ունի, իսկ քոնը հազարավոր, դու ունես հզոր բանակ, ուժեղ զինվորներ, մինչդեռ ես եղբայր էլ չունեմ։ Հաջորդը երկօրյա առարկայական հանրապետական օլիմպիադան էր, որը մանկավարժականում անցկացվում էր արդեն երրորդ անգամ։ Գյումրիում էին համախմբվել հանրապետության տարբեր քաղաքների եւ Արցախի ավագ դպրոցների եւ վարժարանների թվով 375 աշակերտ։ Էջմիածնից, Վանաձորից, Երևանից, Ապարանից ու հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից Գյումրի ժամանած 10-ից 12-րդ դասարանցիներն իրենց գիտելիքները ստուգեցին բնագիտական եւ ֆիզիկա-մաթեմատիկական 6 առարկաներից։ Աշակերտները նաեւ հանդես եկան մասնագիտական զեկուցումներով։ Գիտական հաջորդ նստաշրջանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում էր համախմբել Գյումրու, Երևանի, Գավառի, Գորիսի եւ Վանաձորի պետական բուհերի մի խումբ դասախոսների իրենց գիտական զեկուցումներով։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանրապետական գիտական նստաշրջանի ընթացքում գիտական զեկուցումներ ընթերցվեցին 10 մասնագիտական բաժիններում։ Կարևորելով դպրոց բուկապը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը համագործակցության համաձայնագրեր ստորագրեց նաև Շիրակի մարզի թվով 13 ավագ եւ միջնակարգ դպրոցների ու վարժարանների հետ, պարտավորվելով որոշակի նյութական, կրթական եւ ուսումնական օգնություն ցուցաբերել ավագ դպրոցներին, կազմակերպել լաբորատոր աշխատանքներ, անվճար առարկայական դասընթացներ։ Մենք ունեցանք նաև Աշոտսկի տարածքի միջնակարգ դպրոցների հետ պայմանագիր, որով էլի համարյա նույն ուրեմն ծառայություններն ենք առաջարկում։ Մարզի դպրոցների հետ կնքված համագործակցության պայմանագրերի շրջանակներում մարզի բոլոր դպրոցների 10-ից 12-րդ դասարանցիների համար մանկավարժականում կազմակերպվել եւ անցկացվել են անվճար առարկայական դասընթացներ, որոնք վարել են մանկավարժականի դասախոսները։ Առարկայական եւ մեթոդաբանական օգնություն է ցուցաբերվել դպրոցների ուսուցիչներին բուհի մասնագիտական ամբիոնների հետ սերտ համագործակցության միջոցով։ Շատ արդյունավետ է մասնակցել այս դասընթացներին, որոնք դրանք արդեն մեզ ավելի պարզ տալիս են, թե մենք ինչ պետք է քննություն հանձնենք ատեստավորվելու ժամանակ։ Իսկ կրթության ոլորտի բարեփոխումներից մանկավարժականը ոչ միայն անմասն չի մնում, այլև դրանց որդեգրման եւ տեղայնացման գործում մշտապես ցուցաբերում է առաջինը լինելու պատրաստակամություն։
Անցնող ուսումնական տարում մանկավարժականում պաշտոնապես բացվեց որակի ապահովման և վերահսկման կենտրոնը։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի գնահատման ներքին համակարգ ունենալն այսօր անհրաժեշտ է ինչպես եվրոպական կրթական տարածաշրջանին ինտեգրվելու, այնպես էլ միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ կրթություն ապահովելու համար։ Մանկավարժականի եվրոպական չափորոշիչներով հավատարմագրումը ևս սարերի հետևում չէ։ Մենք ենք մեր սարերը, սա ոչ թե հայտնի ֆիլմի վերնագիրն է, այլ Արցախի խորհրդանիշ Արցանի անունը։ Այն, որ Ղարաբաղցի կնոջ և տղամարդու միայն գլուխներն են հողի վրա, արցախցիները մեկնաբանում են այսպես. խորն են մեր արմատներն այս հողում, ու մենք էլ հավերժ ենք։ Այս տարի արդեն երրորդ անգամ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի անմիջական ջանքերով ու նախաձեռնությամբ մանկավարժականցիները ավանդույթ դարձած այցելությամբ մի քանի օր անցկացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Հայկական երկրորդ հանրապետություն այցերը ճանաչողական լինելուց բացի մանկավարժականցիների համար բարեկամական ամուր կապեր ստեղծելու նպատակ ունեն։ Ասկերանի միջնակարգ դպրոցը պարտադիր կանգառ է, որի շենացման և բարենպաստ պայմանների ստեղծման գործում մանկավարժականը ևս իր ներդրումն ունի։ Իսկ մանկավարժականցիների դասախոսությունները դպրոցի աշակերտների և մանկավարժների համար փորձի փոխանակման ու դպրոց-բու համագործակցության լավագույն օրինակ էր։ Մշակութային ժամանցային միջոցառումների կազմակերպումը մանկավարժականում ևս ռեկտոր Վարդևան Գրիգորյանի անմիջական ուշադրության կենտրոնում են։ Տարեմուտի միջոցառումները մանկավարժականում սկսվեցին դեկտեմբերի 15-ից, իսկ վերջին ակորդը տրվեց դեկտեմբերի 26-ին, որը մանկավարժականում յուրատեսակ մշակութային ժամանցային հաշվետվության օր էր մանկավարժականի բոլոր 6 ֆակուլտետների և միջին մասնագիտական բաժնի դասախոսների և ուսանողների համար։ Պրոռեկտոր Անահիտ Վարմանյանի նախաձեռնությամբ ֆակուլտետները տարեմուտի միջոցառման ընթացքում մրցեցին իրենց երաժշտական, հումորային և պարային համարներով, ինչպես նաև գեղեցիկի ընկալման չափորոշիչներով և ամենաիսկական տոն կազմակերպելու ընդունակություններով։ Իսկ մարտի 19-ից ապրիլի 14-ը Գյումրիում ֆրանկոֆոն մթնոլորտ էր հագեցած ամենատարբեր միջոցառումներով, հանդիպումներով և քննարկումներով։ Գյումրիում միջոցառումների ընթացքը համակարգող ֆրանկոֆոնիայի կոմիտեի անդամ է նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը։ Մարտի 19-ին Ռուսաստանում Կանադայի դեսպանը այցելեց նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, որտեղ քննարկվեցին մանկավարժականում ֆրանսերենի ուսուցման ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերը, ինչին կնպաստի մանկավարժականի կազմում ձևավորվող ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցման դասարանի բացումը։ Նույն օրը մանկավարժականում ֆրանկոֆոն աշակերտների, ուսանողների և հրավիրված հյուրերի համար իր ստեղծագործությունները կարդաց նաև ծագումով հնդկացի, կանադացի գրող, հեքիաթասաց և թարգմանիչ Ժոզեֆին Բեկոնը։ Այս տարի մանկավարժականի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ մանկավարժականում առաջին անգամ անցկացվեց ուսանողական գիտական նստաշրջան։ Ապրիլի 13-ին նախանցկացվեց գիտաժողովի ներբուհական փուլը, որից մեկ շաբաթ անց ապրիլի 20-ին անցկացվեց ուսանողական գիտական նստաշրջանի հանրապետական փուլը։ Հանրապետության տարբեր քաղաքների շուրջ 120 մասնակից իրենց գիտական զեկուցումներով մանկավարժականում էին, իսկ կազմակերպիչները խոստացան միջոցառումը դարձնել ամենամյա։ Լոկ ճախրանք ու թրիչք, մինչ մարմինները մահվան։ Հիշել անցյալն ու առաջնորդվել պատմության դասերով։ Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մասնակցեցին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողները։ Ապրիլի 23-ի երեկոյան Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում հոգևոր երգերի կատարումից և մոմավառությունից հետո ապրիլի 24-ի առավոտյան մանկավարժականցիները շարժվեցին Ջարդիձոր, դատապարտման և 21-րդ դարի ամենամեծ ոճրագործության համաշխարհային ճանաչման կոչերով։ Եվրոպական ընդհանուր կրթական տարածք ստեղծելու նպատակով սկիզբ առած Բոլոնյան գործընթացի պարտադիր պահանջ հանդիսացող հուհերի հավատարմագրման գործընթացին ևս մանկավարժականը մեծ պատասխանատվությամբ է մոտենում։ Ողջ ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ընթացքում ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ուսանողների հետ անձամբ է քննարկել այս գործընթացը, պատվով հաղթահարելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը։ Հայաստանի Հանրապետության հուհերի կողմից տրամադրվող դիպլոմները փոխ ճանաչելի է դառնում եվրոպական հուհերի համար, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին առանց ակադեմիական աշակերտների ուսումը շարունակել Եվրոպայում։ Իսկ մինչ այդ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտների պետական ավարտական քննություններին մասնակցող մայրաքաղաքից ժամանած հանձնաժողովականները փաստեցին։
Հագեցած ուսումնական տարին մանկավարժականում ամփոփվեց մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնումով։ 2008 թվականին մանկավարժականում ևս ներդրվեց մագիստրոսական կրթահամակարգը, 9 մասնագիտությունների գծով իրենց կրթությունը շարունակելու հնարավորություն ստացան բակալավրի շուրջ 90 շրջանավարտներ, 2015 դիպլոմներ շնորհվեցին մանկավարժականի առաջին մագիստրոս շրջանավարտներին։ Այդ օրվանից Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ձևավորված կայուն ավանդույթներին ավելացավ ևս մեկը՝ մանկավարժականցի մագիստրոս շրջանավարտների համար դիպլոմների հանձնումը դարձնել իսկական տոն ու անմոռաց օր։ Այս տարի տոնականության մթնոլորտում մանկավարժականցիները ճանապարհեցին մագիստրատուրայի 3-րդ սերնդի շրջանավարտներին։ Տոնը մագիստրոսների համար սկսվեց մանկավարժական ինստիտուտի բակից։ Ռեկտոր Վարդևան Գրիգորյանի շնորհավորանքի խոսքն ուղղված էր սիրելի շրջանավարտներին, որպես գալիքի կրողների ու հայրենի կրթության գործում իրենց ավանդը ներդնելու պատրաստ մասնագետների։ Լինելով երիտասարդության լավագույն մաս, դուք սիրելի մագիստրոսներ, ձեր ծրագիրն ու աշխատավորը կունենաք այն բոլոր բնակավարներում, որտեղ փորձեք դրսևորել, հաստատվել եւ ծավալել գործունեություն։ Ես համոզված եմ, որ շատ բան եք փոխելու ինչպես մեր քաղաքում, այնպես էլ մարզում, ինչու ոչ, նաեւ երկրում։ Մագիստրոս շրջանավարտներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն էր բերել նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Սա ավարտ չէ, այլ սկիզբ։ Ձեր մուտքը աշխարհ լինի հաջող։ Երբ որ տարիներ հետո հետ նայեք ձեր անցած ճանապարհին, կարողանաք վկայել ասելով, որ վաստակ ունենք, գործ ունենք արած։ Շիրակի մարզպետ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Գիզիրյանի շնորհավորական ուղերձով ժամանակակից աշխարհում ինքնահաստատում եւ մասնագիտական նոր ձեռքբերումներ մաղթեց փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։ Միահույս ենք, որ այսօրվա շրջանավարտները դինելու եք մեր անկախ պետականության ամրապնդման, տնտեսության հզորացման, քաղաքացիական հասարակության կառուցման գործի շարունակողները։ Վստահ ենք, որ ոտք դնելով կյանքի շեմին կկարողանաք արժանապատվորեն աշխատել ու ապրել, սեփական ուժերով հարթել ձեր ուղին, արտարացնել մագիստրատական բարձր կոչումը։ Համոզված ենք, որ մեր պետության ապագան հուսալի ձեռքերում է, քանզի նրա կերտողները դուք եք լինելու։ Իսկ դիպլոմները մանկավարժականի այս տարվա շրջանավարտներն ստացան ոչ ավանդական եղանակով։ Բոլոր 6 ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները մագիստրոս շրջանավարտներին սպասում էին մանկավարժականի բակում հենց ծառերի տակ տեղադրված սեղանների մոտ։ Յուրաքանչյուրի հետ կապված մեկ հիշողություն, մեկ ժպիտ ու խորհրդավոր ակնածանք փոխանակեցին ուսումնառության 6 տարիների ընթացքում բարեկամացած դասախոսներն ու շրջանավարտները, ակնթարթային հիշողությամբ ևս մեկ անգամ ուրվագծելով արդեն տեսաժապավենի ընթացք հիշեցնող ուսանողական կյանքը։ Գեղեցիկ տոնը շրջանավարտ մագիստրոսների համար շարունակվեց նաև մանկավարժականի պատերից դուրս։ Տոնական երեկոյի ընթացքում արդեն ժամանցային խաղեր, փոխադարձ շնորհավորանքներ ու փորձություններ, ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար։ Մանկավարժական ինստիտուտի մագիստրոս շրջանավարտների համար ուսանողական տարիներն այլևս հիշողություն են։ Նրանց մի մասը կշարունակի բուհական կրթությունն արդեն ասպիրանտուրայում, մյուսները ստացած գիտելիքների շնորհիվ մեծ վստահությամբ կսկսեն քայլել սերնդակրթության բարդ, պատասխանատու, բայց եւ լուսավոր ճանապարհով։ Մանկավարժականի տասնամյակների պատմությանը ավելացավ ևս մեկ ուսումնական տարի, իսկ մանկավարժական ինստիտուտում երիտասարդական կյանքի զարկերակը նոր ռիթմով կսկսի բաբախել հաջորդ սեպտեմբերին, հին եւ նոր ուսանողներին տանելով դեպի գիտության նոր նվաճումներ ու հաղթանակներ։